ամեն ինչ առաջ խնդիրը ֆինանսների նորից մեջ է, չէ՞ որ այդ արևմտյան բուհեր ուղարկել զինվորին սովորելը լուրջ ֆինանսի հետ է կապված, չնայած մենք Հունաստանի հետ լավ համագործակցություն ապահովում ենք այնուհանդերձ եւ հունական ռազմատեսական միտքը, որը կրում է նատոյական որոշակի արդեն ստանդարտներ, բավականին թարմացնում է մեր բանակը, մինչև վերջերս համենայն դեպս շատ լավ էր գործում մեր խաղաղապահ գումարտակը, որը ռոտացիոն սկզբունքով էին հաճախ այնտեղ զինվորները գործում եւ մենք իրոք ունենք որակյալ արևմտյան ստանդարտներով պատրաստված զինվորներ, բայց նաև այստեղ կա քաղաքական տարը, Արևմուտք-Ռուսաստան հակասության պայմաններում այս պայն Հայաստանում հասկանալի է ռուսական պետության դերը եւ որոշակիորեն մեր գործիչները այս առումով սահմանափակ են։ Ամեն դեպքում ես չէի ուզենա նաև գերագնահատել այս հանգամանքը, գիտեք, իդեալում, այո, պետք է դու ունենաս մի որոշակի լավ պատրաստված կորիզ, բայց մենք այս պահին նույնիսկ դրա նախորդ խնդիրը չենք լուծել, մենք այս պահին չունենք լավ պատրաստված դասական իմաստով լավ պատրաստված սպայակազմ մեր ուսումնական ստանդարտներով, այ երբ որ մենք մեր ստանդարտները այնքան լավացնենք, այնքան աճեցնենք, որ էլ տեղ չլինի, նոր իրենց որոշ մասին ուղարկենք արևմտյան բուհեր։ Այս պահին դեռևս մեր ռազմատեսական մտքում ցավոք գերիշխում է որոշակի այդ նորից այդ կայսերական այդ քանակով այսպես ասած կռվելու գործոնը,